Օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, նախ ողջունում եմ Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողով եւ շնորհակալ եմ հրավերի համար եւ ուզում եմ ընդգծել, որ կարևորում եմ այս գագաթնաժողովը եւ նման միջոցառումները այլոց շարքում այդ թվում տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք եւ ընկալում ձևավորելու առումով, որովհետեւ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է եւ տեխնոլոգիաների օգտակարության գործակից ավելացնելու ճանապարհին շատ կարեւոր է ճիշտ ընկալում եւ վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում տեխնոլոգիաների նկատմամբ եւ դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց եւ այս առումով ուզում եմ ընդգծել եւ նաեւ այս նպատակով երբ ասում ենք տեխնոլոգիաներ պետք է արձանագրենք որ մենք չենք խոսում ինչ որ աննախադեպ բանի մասին իհարկե յուրաքանչյուր տեխնոլոգիա ինքը աննախադեպ է բայց տեխնոլոգիա երևույթը որպես էություն եւ որպես բովանդակություն քաղաքակրթությանը ուղեկցող մշտական գործընթաց է եւ տեխնոլոգիաների զարգացումն է անընդհատ գործընթաց։ Հիմա մենք խոսում ենք արհեստական բանականության մասին, բայց process-ը ամբողջական հասկանալու համար մենք պետք է օրինակ արձանագրենք, որ գյուղատնտեսությունը ժամանակին, երբ որ մարդը որդեգրում էր գյուղատնտեսություն եւ արդեն սովորում էր բուսաբուծություն, օրինակ, դա տեխնոլոգիա էր։ Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել իր համար, որովհետև ի հայտ է գալիս արդեն ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մեջ արդեն բազմաթիվ ենթազարգացումներ են տեղի ունենում։ Կրակը եւ տաք կերակուրը դրանք ժամանակին, ինչպես ասում են, cutting edge տեխնոլոգիաներ էին եւ այս առումով համատությունը անտեղի չէ, որովհետև նույն կրակը վերցված է բնությունից ըստ էության, բայց արհեստական բանականությունն էլ գործում է բնության մեջ գոյություն ունեցող եւ գործող օրենքների ադապտացման եւ որդեգրման շնորհիվ։ Եվ սա ուզում եմ ընդգծել ցույց տալու համար, որ տեխնոլոգիաները եղել են կա եւ շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց եւ այդպեսին եղել են միշտ, չնայած մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ եւ սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաները իրենց հետ բերել են սպառնալիքներ եւ մարտահրավերներ։ Այսօրվա տեխնոլոգիաների մասին շատ է ասվում, որ եւ դա ճիշտ է, այսինքն ասված որևէ պնդում եւ հանրության շրջանում գոյություն ունեցող որևէ մտահոգություն ես չեմ ուզում հերքել, ուղղակի ուզում եմ ավելացնել։ Ասում եմ, որ այսօրվա տեխնոլոգիաները կարող են մարդուն կախվածության մեջ գցել եւ դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել օրինակ դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ որ ինքը ստեղծվում էր, արդեն էլի cutting edge տեխնոլոգիա էր, որը իր հետ բերեց նաև այլ մարտահրավերներ եւ ինչ այլոց այդ մարտահրավերները այսօր, ինչեւ այսօր ոչ միայն առկա են, այլև իրենք ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում ուղղակի անջատի չանջատել եւ դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել։ Եվ այս առումով ես ուզում եմ ընդգծել, որ բացման տեսահոլովակում ասված այն նախադասությունը արտահայտված այն միտքը, թե արհեստական բանականությունը եւ ընդհանրապես տեխնոլոգիաների հետ մեր առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան, դա 100%-անոց ճշմարտություն է, բայց ես ուզում եմ լրացնել, որ այդ նախադասությունը նույնքան ճշմարիտ այսօր հնչում է աշխարհի բոլոր երկրներում, առանց բացառության բոլոր երկրներում եւ իհարկե ես կուզենայի ավելացնել, որ իմ տեսակետից կամ կառավարության տեսակետից, համոզված եմ նաեւ ներկաներից շատերի տեսակետից ձևակերպումը հետեւյալն է, որ ապագան կանխորոշվում է այո տեխնոլոգիաների ներդրմամբ եւ նրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ process-ները կառավարելու կարողությամբ։
Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտների եւ ոլորտի զարգացմանը եւ վերջերս առիթ ունեցել եմ այսօր էլ շատ պատեհ եմ համարում բարձաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով կառավարությունը ուզում է եւ աջակցում է եւ ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանը աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին 3 քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել եւ ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ եւ քաղաքականություններ մշակելու եւ ունենալու համար։ Կարծում եմ այստեղ էլ պատասխանը նույնն է։ 3 բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն եւ ելի կրթություն։ Այստեղից էլ հարց է առաջանում, թե իսկ ինչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար։ Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ։ Դե հույս ունեմ, որ արդեն պարզ է նաեւ, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ ունենալու համար։ Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետեւյալն է. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եվ մենք սա իմիջիայլոց ուզում եմ ասել, որ մեր ունեցած պրակտիկ փորձից ենք եկել այս եզրակացության եւ սրա մեջ իհարկե կա քաղաքական կարգախոս եւ քաղաքական ընկալում, բայց ուզում եմ ասել, որ այս քաղաքական կարգախոսը եւ ընկալումը եւ այս ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է։ Իհարկե, նման դեպքերում շատերը ասում են եւ փորձում են լրացնել կամ հարցադրում են անում, թե կարծես թե մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան եւ խոսքը փողի մասին։ Իհարկե փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին. իսկ ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ 3 պատասխան տալ, օրինակ նավթ, գազ, ոսկի, բայց հիմա նույնիսկ փող ունենալ չունենալու հարցը, աշխատանք ունենալ չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ չունենալու հարցը մեր ընկալմամբ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայի մրցունակության, բարեկեցության եւ համոզված եմ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս եւ մի փոքր շեղվելով ուզում եմ հետեւյալը ասել, երբ որ ես առիթ ունենում եմ այդ թվում աշխատանք գտնելու, բարեկեցություն կառուցելու հարցում հաղորդակցվել մեր քաղաքացիների հետ, ես սովորաբար մի այսպիսի միտք եմ զարգացնում, որը գիտեմ, որ կարող է նաև վիճահարույց լինել, բայց ես ասում եմ մարդկանց հետևյալը, ասում եմ, եթե դուք աշխատանք եք փնտրում, որպեսզի բարեկեցություն ձևավորեք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս աշխատանք մի փնտրեք, որովհետև փնտրվող աշխատանքի արդյունքում իհարկե դուք աշխատանք կունենաք, որոշակի գուցե աղքատության շեմից մի քիչ ներքև, մի քիչ վերև կարողանաք ձեր բարեկեցությունը ապահովել, բայց իրական բարեկեցություն այդ աշխատանքը ձեզ համար չի ապահովի։ Եթե դուք ուզում եք բարեկեցություն, ոչ թե դուք փնտրեք աշխատանք, այլ այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի։ Այս աշխատանքն է, որ իրականության մեջ կարող է յուրաքանչյուր մարդու համար ապահովել բարեկեցություն, փող, հարստություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերվում է փողի եւ կրթության իմացությանը, ի հակառակ ոսկու, նավթի
կամ գազի, ես արդեն ասացի, որ գուցե 20, 30, 40 տարի առաջ այստեղ բալանսը մի փոքր այլ էր հավասարակշռությունը կամ ուժերի հարաբերակցությունը, բայց այն, որ մեր ժամանակներում փող ունենալու համար 3 բան է պետք, առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն, ահա այս թեզը ստուգելու համար անհրաժեշտ է ընդամենը հենց այսօր ստուգել աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակը եւ կարծում եմ, որ այս պատասխանը այլևս ակնհայտ կլինի։ Կարծում եմ նաեւ այս հարցի պատասխանի ակնհայտությունը կարող ենք արդեն իսկ սկսել տեսնել նաեւ աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը ուսումնասիրելիս։ Եվ այս առումով ես ուզում եմ ողջունել նաև, որ հենց մուտքից մեր գործընկերները, կազմակերպիչները ներկայացրին, որ այդ թվում տեխնոլոգիական ոլորտի մեր գործընկերները ըստ էության արդեն իսկ իրենց ներդրումն են անում, չնայած նոր չէ ներդրումը, բայց այդ ներդրումը գնալով նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում, եւ ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որը ապահովելու է մեզ անհրաժեշտ, մեր պետությանը անհրաժեշտ, մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանը անհրաժեշտ 3 հիմնական նախապայմանների ապահովումը։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Շնորհակալ եմ։